Տարվա սկզբում ճակատագիրը երբեմն անսպասելի հնարավորություններ է ներկայացնում, ոչ թե բարձրաձայն հայտարարություններով, այլ կյանքի ընթացքը փոխող նուրբ հրումներով։ 2025 թվականի դեկտեմբերին, 2026 թվականի շեմին հատուկ էներգիան տեղաշարժում է ծանրության կենտրոնը, և 4 նշանների համար սա նշանակում է անցում դեպի նյութական աճի փուլ։ Այս փոփոխությունները չեն լինի հանկարծակի կամ առանց պատճառի, դրանք կախված են ձեր արդեն իսկ ձեռք բերածից, ձեր ներքին մղումից և հետևողականորեն գործելու ձեր պատրաստակամությունից։ Այծեղ ջուր։ Հանգիստ գագաթնակետեր, երբ ծրագիրը դառնում է կապիտալ։ Ձեր պլանավորելու հակումը և աշխատանքի ռիթմը պահպանելու ձեր ունակությունը կստանան նյութական տեսք։ Ձիու տարում դուք հնարավորություն կունենաք երկարաժամկետ նախագծերը վերածել կայուն եկամտի։ Դա կարող է տեղի ունենալ խոշոր պայմանագրի ավարտի, մասնագիտական հմտության հաջող դրամայնացման կամ շահավետ անշարժ գույքի գործարքի միջոցով։ Գլխավորը իմպուլսիվ ներդրումների մեջ չշտապելն է, նույնիսկ եթե գայթակղությունը մեծ է։ Ձեր ուժը հետևողականության մեջ է։ Վերանայեք ձեր եկամտի կառուցվածքը և մտածեք դիվերսիֆիկացիայի մասին։ Որոշ միջոցներ պետք է ներդրվեն հուսալի պատմություն ունեցող գործիքներում, մինչդեռ մնացածը պետք է պահվի զգույշ փորձարկումների համար, որտեղ դուք կվերահսկեք ռիսկերը։ Գործընկերների հետ հարաբերություններում եղեք սկզբունքային, բայց նաև ճկուն պայմանագրերի մանրամասներում։ Ստորագրեք ամեն ինչ, ինչը կարևոր է, և թողեք տեղ ճշգրտումների համար։ Ձեր անձնական կյանքում պլանավորելու ունակությունը կօգնի ձեզ ֆինանսական պատրաստվածություն ձեռք բերել ընտանեկան լուրջ որոշումների համար։ Սա կամրապնդի ձեր դիրքը և հանգստություն կտա ձեզ հետագա որոշումներ կայացնելիս։ Պատվիրեք անձնական հորոսկոպ, զուգընկերոջ համատեղելություն կամ տառո քարտերի ընթերցում ձեր իրավիճակի համար։ Խեցգետին։ Ջերմ պահեստ, երբ հոգատարությունը վերածվում է շահույթի։ Խեցգետնի համար 2026 թվականին հարստությունը չի գա կապիտալի կտրուկ աճից, այլ ուրիշների խնամքը և տան նկատմամբ ուշադրությունը իրական եկամտի վերածելու կարողությունից։ Սա կարող է լինել ընտանեկան բիզնեսի զարգացման, տեղական համայնքի կարիքները բավարարող ծառայության մեկնարկի կամ վարձակալության պայմանների բարելավման տեսքով։ Աշխատանքի մեջ հաջողությունը կգա վստահության կառուցման միջոցով։ Հաճախորդներն ու գործընկերները ավելի հաճախ կվերադառնան ձեզ մոտ, եթե նրանք զգան կայունություն և մարդկային մոտեցում ձեր մոտեցման մեջ։ Գործնական քայլ է համակարգել արդեն իսկ առաջարկվող ծառայությունները կամ ապրանքները, փաթեթավորել դրանք և մշակել գովազդային ուղիներ։ Ֆինանսապես կարևոր է ստեղծել պահուս անսպասելի ծախսերի համար, միաժամանակ ներդնելով փոքր նորարարություններ, որոնք կբարձրացնեն ձեր ավանդական աղբյուրների շահութաբերությունը։ Եթե պատրաստ եք ձևակերպել այն, ինչի համար նախկինում աշխատել եք, դա կտա շոշափելի արդյունքներ և թույլ կտա ձեզ կառուցել ավելի հավակնոտ ծրագրեր։ Աղեղնավոր։ Երկար ճանապարհներ, երբ ռիսկը արդարացված է պարգևատրմամբ։ Աղեղնավորի համար ձիու տարին կլինի այն ժամանակը, երբ հիմնավորված ռիսկերը կհանգեցնեն իրական նվաճումների։ Ձեր արկածային ոգին և հորիզոնները ընդլայնելու ցանկությունը կարձագանքեն երկարաժամկետ ներուժ ունեցող նախագծերին։ Սա կարող է լինել միջազգային գործընկերություն, կրթական նախագիծ կամ նոր լսարանի համար ապրանքի թողարկում։ Հաջողությունը կգա նրանց, ովքեր համատեղում են քաջությունը մանրակրկիտ նախապատրաստության հետ, մշակում են սցենարներ, գտնում հուսալի գործընկերներ և ձևակերպում գործարքների իրավական և ֆինանսական շրջանակը։ Մի մոռացեք ռեսուրսների կառավարման մասին։ Բարձր տեմպը հաճախ պահանջում է զգալի ներդրումներ, ուստի կարևոր է պահպանել պահուստ և մերժել առաջարկները առանց ներդրումների հստակ վերադարձի պլանի։ Սիրային և անձնական հարաբերություններում ձեր առատաձեռնությունը կնկատվի և կպարգևատրվի, բայց մնացեք ազնիվ ձեր պարտավորություններում։ Ոգևորության մեջ տված խոստումները պետք է փաստաթղթավորվեն, հետագայում հարաբերությունները վտանգելուց խուսափելու համար։ Կարիճ, խորը աղբյուրներ, երբ իշխանությունը վերածվում է հարստության։ Կարիճը մտնում է մի ժամանակաշրջան, երբ ֆինանսական օգուտները գալիս են թաքնվածը տեսնելու և կապերը խնայողաբար ու նպատակասլաց օգտագործելու ունակությունից։ 2026 թվականին ձեր ռազմավարական հմտությունները պահանջված կլինեն ակտիվների կառավարման, բարձր մակարդակի խորհրդատվության կամ զգայուն բանակցություններ և ճշգրիտ վերլուծություն պահանջող նախագծերի հետ կապված ոլորտներում։ Հարստությունը կգա եզակի փորձագիտություն և հաստատված գործարար համբավ առաջարկելուց։ Մի անտեսեք ձեր էթիկական կողմը։
Երկարաժամկետ օգուտները պահանջում են ազնիվ եւ թափանցիկ որոշումներ, որոնք վստահություն են ներշնչում։ Գործնական է թարմացնել ձեր մասնագիտական կերպարը, կազմակերպել ձեր փաստաթղթերը եւ մտածել ձեր սեփական ապրանքի կամ ծառայության պաշտոնականացման մասին, որը երկար ժամանակ բանավոր առաջարկել եք։ Զգացմունքային առումով դուք վստահություն կստանաք գործընթացների նկատմամբ վերահսկողության միջոցով։ Օգտագործեք սա ընդլայնվելու համար, այլ ոչ թե ամեն ինչ ձեր անձնական վերահսկողության տակ պահելու համար։ Այս կենդանակերպի նշանները հիշում են ամեն ինչ եւ երբեք չեն ներում։ Մեզնից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ մարդու, ով տարիներով հիշում է վիրավորանքները, կարծես դրանք 3 են պատահել։ Չնայած ներումն առաքինությունը, աստղագուշակությունը սովորեցնում է մեզ, որ կենդանակերպի որոշ նշաններ պարզապես ծրագրավորված են այնպես, որ ավելի դրվար են մոռանում դավաճանությունն ու ցավը։ Անարդարության հանդեպ նրանց հիշողությունն անթերի է եւ սրտին դժվար է բաց թողնել վիրավորանքը։ Կարիճ։ Անկասկած վատ հիշողությունների ցուցակի բացարձակ տիրակալը կարիճն է։ Պլուտոնի տրանսֆորմացիա եւ իշխանության մոլորակի ազդեցության տակ կարիճներն ամեն ինչ ապրում են անհավատալի սրությամբ եւ հենց դրա համար էլ նրանք այդքան նվիրված են։ Նրանց նվիրվածությունն անսահման է, բայց եթե դուք խաղում եք դրա հետ, պատրաստ եղեք հետևանքներին։ Կարիճի համար ներել նշանակում է թուլություն ցուցաբերել, իսկ դա անընդունելի է նրա աշխարհում։ Նրանք ոչ միայն հիշում են յուրաքանչյուր մանրուք, այլև համբերատար սպասում են վրեժխնդրության համար հարմար պահի։ Նրանց միտքն աշխատում է որպես յուրաքանչյուր ստացած վերքի մանրամասն արխիվ, եւ դրա մասին մոռանալը նրանց համար պարզապես անհնար է։ Հենց կարիճը ձեզ հակառակվի հետդարձի ճանապարհ գրեթե չկա։ Նրանց զայրույթը բարձրաձայն չէ, այլ լուռ, հաշվենկատ եւ կործանարար։ Խեցգետին։ Առաջին հայացքից փափուկ եւ զգացմունքային խեցգետինները թաքցնում են զարմանալիորեն լավ հիշողություն այն ամենի հանդեպ, ինչը նրանց վիրավորել է։ Լինելով ջրային նշան, որը ղեկավարվում է լուսնի կողմից, նրանց հույզերը խորն են եւ փոփոխական, իսկ վերքերը, որոնք դուք նրանց հասցնում եք, դեռ երկար ժամանակ մնում են թարմ։ Յուրաքանչյուր կոպիտ խոսք կամ անմիտ արարք նրանց համար անձնական հարձակում է, որը նրանց համար դժվար է մոռանալ։ Խեցգետինը կարիճի պես վրեժխնդիր չի լինի, բայց կփակվի իր խեցուի մեջ եւ իր շուրջը անթափանցիկ պատ կկառուցի։ Նա կարող է ձեզ ասել, որ ամեն ինչ լավ է, բայց ձեզ հետ նրա հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինի։ Նա կհիշի այն զգացմունքները, որ դուք ստիպել եք իրեն ապրել, եւ դա մի բեռ է, որից նրան համար հեշտ չէ ազատվել։